Մեր Տիրոջ ողորմությամբ որ խոսքը պատրաստել եմ, այսպես եմ վերնագրել Աստվածահաճո ընկերություն։ Երբ որ Աստված մարդուն ստեղծեց, թեև ամենուրեք լինող Աստված նաև մարդու հետ էր, սակայն որպես մարդը, ֆիզիկական մարդեյակ, Աստված նայ տեսավ մարդուն և ասեց այսպես. լավ չէ, որ մարդը մենակ լինի։ Ծննդոց 2-րդ գլխի 18 համարում է։ Եվ այդտեղ հիշում եք, որ Եվային ստեղծեց, իհարկե այս խոսքը միայն մարդը կամ կինը ամուսին ունենա կամ մարդը կին ունենա, մենակ դրա մասին չէ խոսքը, լավ չէ, որ մարդը մենակ լինի, այլ ընդհանրապես մարդը կողքին ընկեր ունենա, ինչպես Աստված այսպես ասեց, իրեն հարմար մի օգնական շինեմ, ընկեր, որ այլ տեղում էլ ասում է, եթե մեկ ընկնի, մյուսը կկանգնեցնի։ Մարդ, որ կողքին ունի ընկեր հավատարիմ, ազնիվ մարդ, որ սիրտը պարզ է, մաքուր, ջինջ, աստվածավախ մարդ, թանկ է այդպիսի ընկերը։ Եվ մարդիկ այդպիսի ընկերներ, երբ որ ունենում են, հանդիպում են այդպիսի ընկերների հաջողված են և ջանք են անում, որ պահեն այդպիսի մտերմություն, այդպիսի մարդկանց հետ ընկերություն ունենալը պահեն, մինչև անգամ եղել են անձիկ, որ կյանքի բերումով տարբեր դժվարությունների կամ տարբեր պատճառների ելնելով հեռացել են իրարից, ֆիզիկապես հեռու ապրել, բայց որ իրար հարգել են, հավատարիմ են եղել, իրար չեն մոռացել, տարբեր կերպերով արտահայտվել է, որ իսկապես հավատարիմ մարդիկ են իրար հանդեպ, լավ ընկերներ։ Մարդու համար մարդը հաջողված պետք է համարի, եթե իր կողքին է աստվածավախ մարդ, Աստծուն սիրող մարդ, ազնիվ մարդ, կեղծավոր չի, եթե սխալվես, կուղղի քեզ, մեղք գործես, կօգնի քեզ, ցույց կտա մեղքդ, չի ուզենա, որ դու մեղավոր ճանապարհի մեջ գնաս։ Թեկուզ այդ ընկերոջ ձեռքերը կոշտ թվան, որովհետև ուղղելու ընթացքում կոշտություն է արտահայտվում ուղղողի կողմից, թեկուզ քեզ շատ սիրող ընկերոջ կողմից, բայց միևնույն է, եթե դու հասկանում ես այս մարդը հավատարիմ մարդ է, ջանք ես անելու, որ պահես, չկորցնես նրան։ Սակայն հանդիպում են դեպքեր, որ մարդիկ այնպիսի մարդկանց հետ են ընկերություն անում, որ փորձանք է բերում իրենց։ Դրա համար զգուշացնում է Աստված իր խոսքում ծառաների միջոցով 2-րդ նամակը Կորինթացիս 6-րդ գլխից կկարդամ 14-ից 18 համարները։ Անհավատների հետ այլախառն լծակից մի լինեք, որովհետև հարցով է խոսում, ինչ մասնակցություն ունի արդարությունը անօրենության հետ, ինչ հաղորդություն ունի լույսը խավարի հետ, և ինչ միաբանություն ունի Քրիստոսը Բելիարի հետ, կամ ինչ բաժին ունի հավատացյալը անհավատի հետ, կամ ինչ համաձայնություն ունի Աստծոտաճարը կուռքերի հետ, որովհետև դուք կենդանի Աստծոտաճար եք, ինչպես Աստված ասեց, թե նրանցում կբնակվեմ, և նրանցում ման կգամ, և նրանց Աստված կլինեմ, և նրանք իմ ժողովուրդը։ Նրա համար նրանց միջից դուրս գնացեք և բաժանվեցեք, ասում է Տերը, և պիղծ բաների մի դպչեք, և ես կընդունեմ ձեզ, և ես ձեզ հայր կլինեմ, և դուք ինձ որդիներ և աղջիկներ կլինեք, ասում է ամենակարող Տերը։ Շատ օրհնյալ բարի խրատ է մեզ բոլորիս։ Ասում է, տեսեք, հարց է տալիս, արդարությունը անօրենության հետ ինչ մի մասնակցություն ունի, ոչ մի մասնակցություն։
Եթե մեկի սրտում արդարություն եղավ, նա անօրենությունը կմերժի։ Հետևաբար այսպես չէ, ով արդարության ճանապարհը ընտրի, անօրենության ճանապարհով չի գնա։ Եվ եթե գնում է մեկը անօրենության ճանապարհով, բազում անգամ զգուշացվի, ցույց տվացվի այս իր արարքը, իր ընթացքը անօրենության ճանապարհ է, նորից շարունակում է, ընտրել է նա։ Ինչ? Հետևաբար ինչ բաժին ունի հավատացյալը անօրենության ճանապարհի մեջ լինողի հետ։ Կամ լույսը խավարի հետ ինչ բաժին ունի, ոչ մի բաժին, հենց սկզբից Աստված բաժանեց լույսը խավարից։ Լույսը խավարից բաժանեց։ Եվ Աստված, տեսնում եք, նաև իր ժողովրդին է ասում. դուրս եկեք նրանց միջից։ Ինչ բաժին ունի Քրիստոս Բելյարի հետ։ Մանավանդ այս օրերում, որ էլ ավելի ակնհայտ տեսնում ենք, մարդիկ, կեղծ քրիստոնյա կոչվող մարդիկ, օտար օրենքներ ու պաշտամունքներ են հնարում, իբրև քրիստոնյա են եւ աղավաղում արդարության ճանապարհը։ Ցույց են տալիս իբրև մաքուր են, սուրբ են, բայց իրականում այնպիսի օրենքներով են շարժում, որ Աստվածաշնչում չկա։ Այսինքն օտար մեկի առաջնորդություն են ընդունել։ Օտարի ազդեցություն են հետևաբար ընդունել։ Եթե առաջնորդություն օտարի ընդունեցիր, օրենքն ու գաղափարները ընդունեցիր նրա առաջնորդությունը։ Եթե դու ընդունեցիր Աստծո արդարությունը ցույց տվող օրենքը, ընդունեցիր ավետարանով Աստծուն ճանաչեցնող կրթությունը, ընդունեցիր Աստծուն։ Եվ ասում է, այդ հաղորդակցությունը այնքան է խորանալու, որ այսպես Աստված բնակվի քո մեջ։ Քո կյանքով արտահայտվի Աստծո կամքը։ Հասնես այն մակարդակի քո ջանասիրությամբ կրթվելով, ավետարանի գիտությամբ կրթվելով, հասնես այն մակարդակի, որ քո խորհուրդները, քեզանում բնակվող մտքերը լինեն Աստծուց, ավետարանից, արդարությունից, Քրիստոսից, նրա ավետարանից։ Հետևաբար դու չես կարող համատեղել կուռքերի քեզ հետ։ Շատ մարդիկ օտար պաշտամունքներին հասարակ բան էին համարում, փորձեցին հաղորդակից լինել օտար պաշտամունքների մասնակցողներին հարված եկավ։ Հենց մեր մեջ էլ է եղել այսպիսի դեպքեր։ Գնացին հեթանոսական, կրապաշտական անարողություն անողների իբրև առիթե հարազատներ հավաքվել են, էթում ենք վարդևոր տոնելու։ Հարված եղավ։ Մի կերպ սուրբերի աղոթքով պրծան։ Սա դաս պիտի լինի բոլորիս համար։ Ինչ գործ ունի Աստծո տաճարը գուրքերի տաճարի հետ, ինչ գործ ունի գուրքերի հետ, կրապաշտական նիստուկացի հետ։ Բայց ինչու մարդը այդպես համարեց, դեռ չի խորապես հասկացել, որ Աստծուն պաշտել ինչ է նշանակում։ Եվ շատ չար ընկերակցություններ շեղեցին մարդուն, շեղում են, ինչպես։ Օտար գաղափարներ խոսում, այնպիսի բարձրաձայն ոգևորված ազդությամբ եւ իրենց ոգևորությամբ ուզում են կարծես դրանով նպաստեն ազդեցիկ, ընդունելի լինի քո կողմից, բայց իր արտահայտությունները սուբ գրային չեն։ Մարդ էր հայտնվել վատ վիճակում հիվանդանոց։ Մարդիկ, բժիշկներ եւ միջև անգամ այդ բժիշկների մեջ մարդ, որ ճանաչում է այդ հիվանդին, հարգում է հավատացյալներին, ուզում է օգնել։ Նայում են լուրջ է վտանգը, ձեռնարկում են բժշկական քայլեր, որպեսզի փրկեն իրավիճակից։ Կողքից իբրև հավատացյալներ մենք դավանում ենք, որ լավ ենք, որ լավ ենք, խի բեր այդ մարդուն հիվանդանոց։ Ու մեր միջից այս դավանությունը, որ լավ ենք, ու իրականում սուտ է, այդ մարդը վատ վիճակ է։ Այս սուտ դավանությունը ինչ հիմքով է։ Ինչ հիմքով է։
Ինչ գործ ունի Քրիստոս Բելիարի հետ, հետևաբար հավատացյալը սուտ դավանություն անողների գաղափարի ինչ գործ ունի, սա օտար պաշտամունք է։ Այսպիսի գաղափար ունեցող մարդկանց մեջ Քրիստոսի թագավորություն չի։ Սա օտար մեկի գաղափար է, որ ընդունել է մարդը, եւ հետևաբար իր վատ արդյունքը կունենա։ Այսպիսի ինտերակցիաները նաև վատ հետևանք պիտի թողան, վարակեն մարդուն իրենց սուտ դավանություններով։ Շատ, գիտեք, այնպես ոգևորիչ խոսում են, կարծես թե հզոր հավատք ունեն։ Ասում է, այս բժիշկը լավ մարդ չի, որովհետև առաջարկում է բուժել։ Օպերացիա։ Իսկ մենք դավանում ենք, լավ ենք, բժշկի կարիք չունենք։ Բժիշկն ասում է հետ տարեք հիվանդին։ Մի քանի օր հետո շատ ծանր վիճակով, շտապօգնությունով տանում են, արդեն հրաշքով է ապրում։ Նորից աղոթքներ, նորից մարդկանց են դիմում, այդ վիճակից մարդը դուրս գա։ Ինչ է սա։ Սա օտար պաշտամունք է, ժողովուրդ։ Աստծո տաճարում Աստծուն են պաշտում, նրա խոսքն է բնակվում մարդու մեջ։ Եվ եթե այսպիսի մարդիկ, որոնք աստվածավախ չեն, համարձակվում են Սուրբ գրքից դուրս արտահայտություններով խաբել մարդկանց, վնասել մարդկանց, հասցնել մինչև անգամ մահվան շեմին, դա ինչի մասին է խոսում, որ Աստծո առաջնորդություն չկա այդտեղ։ Եվ հետաքրքիր է, որ մարդիկ թեկուզ հրաշքով դուրս են գալիս, լուրջ ապաշխարություն էլ չեն ունենում։ Խորապես չեն տեսնում իրենց արարքների խորությունը, ինչ վտանգավոր բան արեցին։ Թելից կախված վիճակ էր, որ այդ մարդը կարար աչքը փակեր այս երկրում ու հայտնվեր դժոխքում։ Էլ հետ բերել չէին կարա։ Պատկերացնում եք։ Այդպիսի ինտերակցիություն ուր կհասցնի։ Դավիթն ասում է, ես ընկեր եղա նրանց, որ քեզանից վախենում են Տեր, եւ քո խոսքը պահում։ Այսպիսի մարդիկ թող ինձ շրջապատեն։ Ետ կեն անօրենություն խորհող մարդկանցից։ Երբ որ մարդիկ սկսում են Աստծուց վախենալով ապրել, մտածել Տիրոջ խոսքերի վրա, ասում է, նրանց միջից դուրս եկեք եւ բաժանվեցեք օտար այդ պաշտամունքները, ավետարանից դուրս արտահայտությունները, կրթությունները թողեք, դուրս եկեք։ Եվ այս խոսքը ոչ միայն, ասենք, ընկեր, նաև երիտասարդներ շատ կյանքի ընկեր են ուզում ընտրել։ Հետաքրքիր է, որ ժամանակ ունենում մտածելու, ինչպես են ընտրություն կայացնում։ Մի դուռ, որ ուզում ես բացել եւ մտնել այդ ընտանիքը, ինչ են պաշտում այդտեղ, ուր են գտանում քեզ։ Եվ դու կարող ես այդ ընտանիքում աստվածապաշտ մնալ, հաշվար կարա։ Շատ մարդիկ այսպես են խոսում, ինչպես հարազատներ, որ ուզում են մեզ բարի կամենալ, ասում են շատ լավ մարդիկ են, համեստ մարդիկ են, աշխատող, ստեղծող, մեկ-երկուս դարձնող, գովաբանում են, բայց ասում ենք հավատքի հարցում ոնց են, դեռ ասենք, սենց ասած, օտար զոհաբերություններով շարժվող մարդիկ են, էլ ակլոր, էլ ոչխարներ մորթելով, տարբեր զոհաբերություններով, այս ինչ էլ խոնար է, էդի չի խոնարհությունը, ժողովուրդ։ Խոնարհությունը սա է Աստծո կամքի առաջ խոնարհվել։ Աստծո ուզած պաշտամունք ընդունել։ Եթե մի դուռ պիտի բացես ու գնաս, այսպես ասած, օտար պաշտամունքների մեջ մտնես, ստիպված պիտի գնաս իրենց կողքին կանգնես, տեսես ոնց ակլորը մատաղ արեցիք։ Քեզի հաջողություն բերի այդ ակլորը։ Ես չեմ հասկանում, դա ընտրություն է, ճիշտ ընտրություն է։ Արդյոք Քրիստոսին պաշտող մարդը այսպեսի ընտրություն կկայացնի, հա? Բայց անարգ է աստվածապաշտը, անարգ է շատ երիտասարդներին, երիտասարդ քույրերին էլ երիտասարդ եղբայրները, որոնք հարգում են Աստծուն։ Ինչու են անարգ, հասարակ են պահում իրենց, գոռոզամիտ չեն, հպարտ չեն,
հպարտությամբ իրենց կեցվածքը, նիստուկացը, հագնվածքը, ինչ-որ մի ճոխություն աշխարհասեր աղջկա նման իրեն ցույց տա կամ տղանի գոռոզամիտ ցույց տա, բարձր ցույց տա, չէ, անարգ է, այդպիսի մարդու հետ ինչպես կարելի է ընկեր լինել, շատ ցածր է, ես շատ բարձր եմ։ Ու չի հավանում Աստծուց վախեցողին։ Բայց Դավիթը թագավոր լինելով ասում է. ես ընկեր եղա քեզանից վախեցողներին, Տեր, նրանց հավանեցի։ Թագավոր մարդ, ընկերություն էր անում մարդկանց հետ, որոնք գոռոզամիտ չէին, բարձամիտ էին, Աստծուց վախեցող, Աստծո օրենքն էին փափագում պահել։ Հավանում էին այդպիսի մարդկանց։ Դե հետարքիր մի բան է նաև տեղի ունենում, երբ որ հաջողվում են ընկերություններ կազմավորել աստվածահաճող, իրոք ասենք, որ ասում է այստեղ, ես երբ որ դուք ձեզ պահեք իմ խոսքի մեջ, հավատարիմ մարդկանցով ձեր շրջապատը լցնեք, ես կընդունեմ ձեզ։ Միտքը դա էր այս ամեն ինչ, չէ՞ որ ասում է, այդ դեպքում ես ձեզ կընդունեմ եւ ես ձեզ հայր կլինեմ եւ դուք ինձ որդիներ եւ աղջիկներ կլինեք, ասում է ամենակարող Տերը։ Մարդիկ ընտրեցիք քո շուրջը լինելու, որ կարող է քեզ ձեռքդ բռնել դժվարության պահին կանգնեցնել, զորացնել։ Երեք մեկը զանգել է ինձ ասում է, ինչ անեմ, ամուսինս գնացել է, իմ ու երեխու տեղը հանել է թիվը արդեն։ Դե ասում եմ, ինչ ասեմ, այդպես է պետք է լիներ, դու արդեն ընտրել էիր մի ընտանիքի մեջ մտնել, որ այդ ճանապարհով պիտի տանեին քեզ։ Բայց այն գլխից էինք ասում։ Հիմա ինձ ասում է, ինչ անեմ, գնա հետ դուր։ Ինչ որ այ է։ Ընտրեիր հավատարիմ, Աստծուց վախեցող մարդ, այդ վիճակին չհասնեիր։ Հիմա մղում է մարդկանց, ինչ անեմ, կարծես թե կարելի է այդպես շարունակել, հո ես չեմ ասելու այո, Տերն արդեն խոսքով պատասխանել է, ասված է, հո Տիրոջ խոսք չենք փոխելու, որ եթե գրված է մի գողացիր, դե ասեմ լավ, ոչինչ, ես մեկն էլ գողացի, հա? Ոչ, ասված է, ոչ, դրա համար հավատարիմ ընկեր դիր կողքից, ընկեր ընտրողը դու ես։ Բայց երբ ընտրեցիր ընկար շղթաների մեջ, դուրս գալը դժվար է։ Բայց երբ որ հավատարիմներ հավաքում են իրար կողքի, մեկ էլ հայտնվում են մարդիկ, որ ուզում են այդ հավատարիմների մեջ գժտություն գցել, բաժանել, սատանան անհանգստանում է, որ այդ հավատարիմներին բաժանի իրարից, որովհետև մեկը մեկին լրացնում են, սրանց մեջ թափանցելը, սատանայի թափանցելը իր խորհուրդներով դժվար է, միջար խորհուրդ, որ անցնում է մեկի գլխով, այն մյուսը սթափեցնում է, հանդիմանում է այն մյուսը, մեկը մյուսին զգաստացնում են, սրանց գցելը դժվար է, որովհետև իրար լրացնում են։ Գաղատացիս նամակի 5-րդ գլխում ասում է 19 համարում, որ ասում է եւ հայտնի են մարմնի գործերը ու թվարկում է մարմնավոր գործեր, որոնց մեջ կա 20 համարում 19-20 համարում երկպառակտություններ, բաժանումներ, այսինքն Աստվածահաճո միաբանությունների բաժանում, կռիվներ գցել մեջը, երկպառակտություններ ստեղծել, որսված մարդիկ, որ մարմնավոր են, չեն ապաշխարում իրենց այն ագահությունից, փառասիրությունից, այն մյուսը մեկ այլ մի չար մի խորհուրդ ունի իր մեջ, չեն ապաշխարում, մարմնավոր մարդիկ են, բայց հավատացյալների մեջ գործածում է հակառակորդը, որպեսզի այս սրանց միջոցով կռիվներ, անախորժություններ գցի։ Տեսնում ես մարդիկ իրար հետ ընկերություն են անում, երկրորդական հարցերի պատճառով փչացնում իրար ընկերությունը, հեշտությամբ կորցնում, դժվարանում են հավատացյալի հետ նորմալ ընկերությունը, չարին հաջողվում է շատ հեշտ բաժանել, շատ հեշտ։ Ինչու՞։ Ամեն մարդ թող իր անձը քննի։ Ես որ խոսում եմ, վերաբերվում եմ ինչ-որ մի արտահայտություն եմ
անում կամ վերաբերմունք եմ ցույց տալիս մարդկանց հանդեպ, ինչ որ քայլերի հանդեպ, Աստվածը հաճույի իմ արածը թե չէ։ Կարող է իմ անելիքով, արածներով ես մեկին եմ թշնամացնում, խռովեցնում։ Մարդ իրանձը պիտի քննի, նա ինչ եմ անում։ Առակաց գրքում 6-րդ գլխում այսպիսի արտահայտություն է անում հեղինակը խոսքի 6-րդ գլխի 16 համարից 19։ 6 բան կա, որ Տերը ատում է, եւ 7-ը զզվելի են նրա հոգու առաջին։ Ամբարտավան աչքեր, ստախոս լեզու, անմեղ արյուն թափող ձեռքեր, չար խորհուրդներ հնարող սիրտ, չարության համար վազելու շտապող ոտքեր, սուտեր փչող անիրավ վկա եւ եղբայրների մեջ կռիվներ գցող։ Օրհնյալ միաբանությունը փչացնող, իր ստությամբ, իր չար խորհուրդներով եղբայրների մեջ կռիվներ գցող։ Զզվելի է Տիրոջ աչքերին, Տիրոջ համար զզվելի է սա։ Նայում ես մարդիկ իրար հետ կարող են աշխատել, բեռ կրել, այո, կարող է նաև ինչ-որ մի զրույցներ էլ առաջանա իրանց մեջ, բայց տեսնում ես հայտնվում են մարդիկ այդ երկրորդական կարգի զրույցները բորբոքում իրար հանդեպ գշտության հասցնում։ Եթե այդ բորբոքողը չլիներ, իրան զրույցը 5 րոպեում ավարտված էր։ Բայց հայտնվում է զզվելի, Աստծո առաջին զզվելի բնավորություն ունեցող մեկը եւ սկսում է բորբոքել։ Մեկը 10 սարքել իր բորբոքումով։ Մարդիկ իրարից սկսում են խորը վիրավորվել, բայց վիրավորված չէին։ Շատ քիչ հավատացյալներ են, որ դիմանում են նման հարձակումներին։ Այսինչ հայ խոսում։ Մարդը էլի մի բան էլ ասենք, թե իտո միթե կարելի է այսքան ծանրանալ։ Ասում է, մարդը քանի անգամ կողսկայնել է, այս անգամ ասենք, թե բարձր է խոսել կամ մի բան այնպես չի եղել։ Պիտի ես ուրացող լինեմ ամբողջ բարիքները։ Ես ում եմ խելքին ընկնում։ Եվ նման մարդիկ շատերին վնաս տվեցին։ Արթուն պիտի լինի մարդ, որ ինքը չընկնի նախ այդ վիճակին դառնա Աստծուն անհաճելի մարդ, կամ եթե հանդիպում է այդպիսի տեսակի մարդու, որը ուզում է քո խաղաղությունը կորցնել, տա քո կողքին եղող հավատարիմներին կորցնել, տա քեզ։ Ետ քաշվիր այդպիսի մարդուց։ Ինչ գործ ունի հավատացյալը ամբարշտի հետ։ Դա ամբարշտություն է։ Դա Աստծո առաջին զզվելի արարք է։ Եվ շատ վատ հետևանք թողող։ Այսպիսիները կարող են եւ ընտանիքներ քանդել, ընկերություն քանդել, եկեղեցի վնասել, իրենց գոռոզությամբ, հպարտությամբ, խռովկանությամբ վարակել մեկը մյուսին։ Ասում է բարկացկոտ մարդու հետ ընկերություն մի արա, որ չնմանվես նրան։ Աստված ձեզ իմաստություն տա, ժողովուրդ։ Մարդիկ կան, որ սիրում են այդպես վարվել, պիտի հետ քաշվես։ Նաև հետաքրքիր է, որ ցավոտ մի բան է, որ ուզում եմ խոսել նաև այս մասին, թեկուզ լայն իմաստով ենք ասում ընկեր, նաև ընտանիք կազմելու հարցը, չէ։ Նայում ես մարդիկ ընտանիք են կազմել, երիտասարդ մի ընտանիք, օրհնյալ ընտանիք, իրար հասկանում են, հոգանում իրար համար, կին իր գործն անում, ամուսին իր գործն անում, եւ մեկ էլ ցավում են, որ հենց մեծերը, մեծահասակները սկսում են այդ ընտանիքը նրբորեն, գուցե չեն էլ հասկանում, որ քանդում են տունը։ Ասում է, այս սիրուն, բոյով բուսատով տղեն այ մարդ, գնաց ես ինչ աղջիկ առավ։ Մեկ ասում է, երկուս ասում է, երրորդն ասում է 3 անգամ, եւ շատ անգամ նկատել եմ մայրեր են այսպիսի բան անում։ Եվ սառեցնում իրար նկատմամբ։ Մեկ էլ տեսնում ես աղջկան է մեկը, մայրն է աղջկա նույն բանը անում, այս տաղու հետ ինչ գործ ունեիր։ Բայց իրար կողքի կանգնած աշխատում են, ապրում են, ստեղծում են, մի տնից խնդիր չունեն։
Մեկ էլ տեսնում ես այս արտահայտություններից չանցած 1 ամիս, 2 ամիս, արդեն իրար չեն հավանում։ Չհավանելու հիմքեր է դրվել իրար մեջ։ Սկսում են մտածել են ուղղությամբ, չէ, ոնց որ թե սխալ եմ արել։ Բայց սիրով նորմալ ապրում էին։ Մաղաքիայի մարգարեության մեջ տեսեք ինչ խոսք է ասում։ Մաղաքիայի մարգարեության գրքի 2-րդ գլխի 13-14 համարն եմ կարդում։ Տարբեր բողոքներ էին անում մարդիկ, որ Տերը մեղադրում էր մարգարեի միջոցով, 2-րդ մի հատ բողոքի մասին է խոսում, եւ երկրորդը սա եք անում. ծածկում եք արտասուքով տիրոջ սեղանը լացով ու ողբով, որ նա այլևս չի նայում ընծային եւ հաճությամբ չի ընդունում ձեր ձեռքից։ Բայց դուք ասում եք, ինչի համար։ Նրա համար, որ Տերը վկայում է քո եւ քո երիտասարդության կնոջ մեջտեղը, որի դեմ դու անհավատարիմ ես եղել։ Սակայն նա քո ընկերն է եւ քո ուխտի կինը։ Դա էլ է ուխտ, ընտանիք կազմելը։ Հավատարիմ եղեք, Աստված հաշվի է առնում։ Սիրելի ծնողներ, երիտասարդ ընտանիքներ կա ձեր խնամքի տակ։ Ուշադիր եղեք, նրանք ուխտի մեջ են։ Եվ Աստված հաշվի առնում այս ուխտն էլ։ Ինչպես վարվեցին, նրանք կյանքի ընկերներ են, նեղության եւ դժվարության, ունեցվածքի եւ այսպես ասած զրկանքների մեջ ապրելու ընկերներ են, որ միմյանց պիտի լրացնեն։ Ուխտ են արել իրար հետ լինել միջև վերջ։ Բայց եթե սառեցնում ենք, խոսում բաներ, որ մարդիկ իրար նկատմամբ սառեն, սա մեղք է, վատ բան է։ Աստված օրհնի բոլորիս։ Տիրոջից պիտի սովորենք։ Նորից ու նորից ես կուզեմ Տիրոջ օրինակ բերել 2-րդ նամակ Թեսաղոնիկեցիս 3-րդ գլխից կարդալով 3-ից 5 համարները։ Բայց Տերը հավատարիմ է, որ կհաստատե ձեզ եւ կպահե այն չարիցը։ Վստահություն ունենք ձեզ վրա Տերով, որ այն բաները, որ պատվիրեցինք ձեզ, եւ անում եք եւ կանեք էլ։ Իսկ Տերը ուղղե ձեր սրտերը դեպի Աստծո սերը եւ դեպի Քրիստոսի համբերությունը։ Այսինքն տեսնում ենք Տերը իր հավատարմությունը ցույց է տալիս բոլորիս նկատմամբ։ Ուղղում մեզ, պահում չարից։ Չարից պահելը նաև այսպես է, որ չար մտքերից, սուտ վարդապետություններից, չարից պահում է Աստված իր ծառաների միջոցով եկեղեցին, ճշմարտությունը ցույց տալով, չարից պահում է, ազատում, որ մեծ փորձանքների կարող է հասնել ժողովուրդը, եթե այդ պաշտպանությունը չլինի։ Սակայն, եթե մենք չպահենք նրա առաջնորդությունը, նրա խոսքը, այդ պահպանությունից դուրս կմնանք։ Ասում եմ, մեծ վստահություն ունենք ձեզ վրա, որ այն բաները, որ պատվիրեցինք ձեզ, եւ անում եք եւ կանեք էլ։ Եվ էլ ավելի դեպի Աստծո սերը կուղղե ձեր սիրտ Աստված։ Եվ Աստծուն սիրեք, Աստծո սերը գնահատեք ձեր հանդեպ եւ դուք էլ մարդասեր լինեք, հոգատար, ճիշտ ձևով աշխատող։ Շատ ընտանիքներում, երբ որ տեսնում են իրենց զավակները, նորաստեղծ ընտանիքներ իրար սկսում են շատ հարգել, սիրել, չես հասկանում ինչու նախանձով են լցվում։ Իհարկե ոչ բոլորի մոտ է նկատվում, բայց կան մարդիկ, որ այդպես տարօրինակ նախանձով են լցվում։ Փոխանակ ուրախանան, ասեն հաջողվեց։ Իմ երեխայի համար օրհնյալ մի ընտանիք կառուցվեց։ Մարդը պիտի ուրախանա սրանով։ Մեր աշխատանքը, աշխատանքների մեջ, բարի աշխատանքների մեջ նաև դա է մտնում։ Եվ մարդը իր աշխատանքով պիտի ուրախանա, որ իր երիտասարդի ընտանիքը հավատարիմ, իրար հարգող
իրար կողքի, ասում է, չէ, առաջվա պես ինձ հետ լավ չի շփվում, այնպես կարծես նորից շատ անգամ մայրերի մոտ է զգացվում այդ խնդրեմը, չգիտեմ ինչու, բայց դա վատ բան է, ընդհակառակը պիտի ուրախանա մարդը, ուրախանա, որ նորաստեղծ ընտանիքը սիրով է և դա ամուր կապ է, զորավոր կապ է, որ կարող են իրար օգնել լրացնել, նեղությունների մեջ էր իրար կողքի լինել, եթե սեր չունենան չեն կարա, հեշտությամբ կլքեն իրար, Տերը մեզ օրհնի, մենք պետք է ուրախանանք, երբ որ ունենք լավ ընկերներ, աստվածավախ մարդիկ մեր կողքին, Աստծո խոսքը պահող մարդիկ մեր կողքին, պետք է ուրախանանք, որ մեր շուրջը ձևավորվում են խմբեր, որ իրար հարգում են և իրար համար հոգատար են և նենգամիտ մարդ չունեն իրենց մեջ, այսպիսի ընկերությունները ոչ թե մարդիկ պետք է աշխատեն քանդել, այլ ընդհակառակը քաջալերել, որ այսպիսի ընկերություն լինի, որ նենգամիտ մարդ չլինի նրանց մեջ, պարզամիտ, իրար հարգող, դեպի աստվածապաշտության տանեն իրար, մեկը մեկին լրացնեն, որ սատանայի խորհուրդն ու միտքը չթափանցի, չպարտվեն չարից, Աստված մեզ օրհնի, մենք էլ ուրախանանք, երբ որ լավ ընկերներ ենք ունենում, աղոթք անենք.